ինչու այդ գրառումը համընկավ այն միջազգային խորհրդաժողովի հետ, որը Մայրաթորի նախաձեռնությամբ կայանում է Շվեյցարիայում։ Ինչու Ալեն Սիմոնյանի հայտնի հայտարարությունը համընկավ Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ ընտրելու հետ։ Մյուսը, ինչու է Ադրբեջանը մայիսի 28-ին Հայաստանի սահմաններին անմիջական մոտակայքում բացում երրորդ ճակերտավոր միջազգային օդանավակայանը։ Մեկ հատ կառուցել էին Կովսականում, երկրորդը Վարանդայում եւ հիմա արդեն Բերձորում։ Եվ ինչու հանկարծ Ադրբեջանը երեք հայտարարեց, որ Խոզնավարում իրանք չեն կրակել։ Իսկ ով է կրակել։ Հանգուցյալ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը։ Դե լավ, Ալեքսանդր Սերգեևիչ Բլոկը։ Նորմալ է։ Կամ Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբաեդովը։ Այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանը հիմքեր է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության դեմ հերթական ագրեսիայի համար։ Իսկ Փաշինյանն եւ իր իշխանությունները փոխանակ հիմքեր ստեղծեն պաշտպանելու Հայաստանի Հանրապետությանը, մեղավորներ են փորձում կանխել։ Եթե հանկարծ Մայրաթորը այս խորհրդաժողովը չկազմակերպեր, հարձակում չէր լինի։ Եթե Արցախի Հանրապետության ազգային ժողովը նոր նախագահ չընտրեր, հարձակում չէր լինի։ Սա է իրականությունը, սա է այս ջղաձգումների խորքային պատճառը։ Եվ նաև իհարկե հաղթանակելական սուրբ եկեղեցու դեմ խաչակրաց աշխատանքի շարունակությունը։